Ձեր կարծիքով Շուշին հանձնվել է թե գրավել։ Չգիտեմ։ Հանձնվել է։ Յանը։ Այլ ավելի։ Շուշին։ Չէ, այդ արսին պատասխան։ Հանձնվել։ Կարող էր Փաշինյանը պատերազմը կանգնեցնել մինչև Շուշիի կորուստին, չեմ կարծում։ Չեմ կարծում, չէր կարող։ Ինչու՞։ Չէր կարող։ Որովհետև ինքը իր մտածելակերպով այդպես է ցույց տալիս։ Հանձնվել է։ Ով է հանձնել։ Որ ասեմ Պուտինը կհավատա, Պուտինն է հանձնել, հայեր հետ միասին դավաճան։ Իսկ կարող էր Փաշինյանը պատերազմը կանգնեցնել մինչև Շուշիի կորուստը։ Չեմ կարծում, չգիտեմ։ Նիկոլին հարցրեք։ Ձեզ եմ հարցնում որպես Հայաստանի քաղաքացի։ Ես իրանց փոխարեն չեմ պատրաստվում էլի բաներ տալ։ Իսկ ինչ եք կարծում, կարող է Փաշինյանը պատերազմը կանգնեցնել մինչև Շուշիի կորուստը։ Հնարավորություն եղել է ինձ թվում է։ Չեն օգտվել։ Չգիտեմ, նույնիսկ գուցե եւ հանձնվել է, բայց ստիպողաբար ես չէ։ Կարող էր Փաշինյանը մինչև Շուշիի կորուստը կանգնեցնել պատերազմը։ Ինձ թվում է Փաշինյանը ինչ որ հնարավոր է արել է։ Ձեր կարծիքով Շուշին գրավել է թե հանձնվել։ Հանձնվել։ Ինչու եք այդպես կարծում։ Այդպես եմ կարծում։ Իսկ ձեր կարծիքով կարող էր Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանգնեցնել մինչև Շուշիի հանձնումը։ Կարող էր։ Ինչու եք կարծում, որ կարող էր ու չի։ Բավականին փաստեր կային արտաքին ղեկավարների կողմից եւ այլ տարբեր մարդկանց կողմից, այսինքն մի հոգու կարծիքով չենք հիմնվում այս ամեն ինչը։ Այդքան մենք թույլ ենք, ոչ զենք ունենք, մեր հաները քրվում են այդպես սարսափելի պայմաններով, որ իմաստ չկար, որ մենք շարունակենք։ Ես ափսոսում եմ, որ ավելի շուտ մենք այդ չենք որոշը։ Իրանք 100 միլիոն ազեր-թուրք, 120,000 արցախցիների վրա մենք մի հատ էլ շանս չունենք, ու ես մի բան էլ ասեմ ձեզ, աշխարհում այդքան ստույգ զինվոր չկա, որպես հայ զինվոր։ Ուրիշ ազգներ Ամերիկայից սկսած իրանք 2 օրից կփախնեն։ Կարող էր Փաշինյանը պատերազմը կանգնեցնել մինչև Շուշիի կորուստը։ Ոչ մի ձևի, որտով արդեն այդ որոշված էր Մոսկվայում ու Ստամբուլում, Անկարայում, այստեղ արդեն իրանք ծրագիրը գրեցին, իրանք նախորդ գիտեն ինչքան մեզ թողնեն, ինչքան չեն թողնի, ու այստեղ Փաշինյանս ոչ մի բան, ինչքան էլ նա չխնդրեց, այդ արդեն անիմաստ էր, որտով իրան մենակ խաբում էին, ասում են կարող մի բանով օգնենք, բայց իսկականից ոչ ոք չէր ուզում օգնել։ Ես սիրտը ցավում է մեր երեխանց համար, որովհետև այդ մեր հերոսները, որ մենք չենք կարող, իրանք այդքան զենք ունեն, այդքան շատ են, ու մեր երեխեք որպես ինչ պետք է անեն այդ անիմաստերը, Փաշինյանը ոչ մի բան չի կարող անել, Փաշինյանից ոչ մի բան, նա ինչ կարողացել է խնդրել է քանի անգամ Ամերիկան իրանց խնդրել է, Ամերիկան ձեռքերը լվացվել է, այդ հիշում եք այդ Թրամփի վերջի օրերն իր համար հետարքել չէր, Ռուսաստանը պարզը հաղեր հաղում, յանի մասնակցում է, բայց իսկականից։ Հետո իրանք արձանագրել են, որ այդ մեր օպերացիա է, այդ նույն Շոյգու ասեց, որ այդ մենք միասին Թուրքիա հետ շատ լավ օպերացիա արեցին, մեզանից ոչ մի բան չի։ Մի խոսքով գլխավորը մեր երեխեք, որ մենք հենց կորցրեցինք, շատ մեր ազգի համար շատ ցավալի է։